Չէ, ոչ մի արտակարգ դեպք ու պատահար տեղի չի ունեցել։ Մեղրաձորի կամավորական հրշեջ փրկարարներն են ցուցադրական վարժանք անցկացնում։ Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում բացվեց կամավորական հրշեջ փրկարարական հենակետ։ Տարածաշրջանում անտառները շատ են, հրդեհավտանգ իրավիճակներն ու հրդեհները նույնպես, ու հրշեջ փրկարարական ջոկատների սակավության պատճառով արագ արձագանքման հետ կապված խնդիրներ էին առաջանում։ Հիմա հարակից առնվազն 5 համայնքում աղետներին արագ արձագանքելու գործը կստանձնեն ոչ պրոֆեսիոնալ հրշեջ փրկարարները, բոլորը Մեղրաձորի բնակիչներ։ Հիմա եթե մոտակա համայնքներում լինեն հրդեհ, ինչ որ այլ արձագանքման անհրաժեշտ դեպքեր, առաջինը կարձագանքեն կամավորականները, մինչև մեր պրոֆեսիոնալ հրշեջ փրկարարների դեպքի վար ժամանել։ Կառավարության որոշմամբ Հայաստանում 12 հրշեջ փրկարարական կամավորական ջոկատներ արդեն գործում են։ Սա 13-րդն է Ճապոնիայի դեսպանատան ֆինանսավորմամբ։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն էլ հրշեջ մեքենան է տրամադրել։ Ճապոնիայի կառավարության հայտարարած մարդկային անվտանգության ծրագրերի դրամաշնորհային մրցույթին մասնակցելու հաղթել է տնտեսական լրագրողների ակումբը։ Մեր համոզմամբ մարդկային անվտանգությունը, ռիսկերի կառավարումը, ռիսկերի նվազեցումը, դա որևէ մասնագիտություն, կարգավիճակ չի ճանաչում, դա յուրաքանչյուրիս գործն է, յուրաքանչյուր քաղաքացու, եւ այս ծրագիրը շահելուց հետո իսկապես մենք շատ բարդ ճանապարհով անցանք, որովհետեւ ոլորտը այնուամենայնիվ թվում էր թե մերը չէ։ Բայց շնորհիվ մեր գործընկերների, ներքին գործերի նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների կարողացանք ունենալ այսօրվա այս գեղեցիկ հենակետը։ Մեղրաձորի հենակետն ի դեպ ծավալներով ու հագեցվածությամբ Բաղդասարյանի խոսքով դեռևս միակն է։ Այս նախագիծը վերաբերում է ոչ միայն արտակարգ իրավիճակներին արձագանքելուն, այլև Հայաստանում առկա կամավորության ոգուն։ Այստեղ քաջ անհատներն առաջ են գնում ոչ թե պարգևի, այլ պատասխանատվության համար։ Այն վերաբերում է համայնքների դիմադրողականության ամրապնդմանը, որոնք բացել են իրենց սրտերը Արցախից տեղահանված ընտանիքների համար։ 2021-22 թվականների տվյալներով ամեն տարի Մեղրաձորի շրջակա անտառներում 15-20 հրդեհ է բռնկվել։ Օգնությունը նախկինում հասել է Հրազդանից։ Հիմա այդ ժամանակը կիսով չափ կրճատվելու է դրանից բխող բոլոր արդյունքներով։ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային ծրագրերի խորհրդատուն ասում է, փրկարարության ոլորտում կամավորության սկզբունքը Ճապոնիայում նույնպես կա։ Ավելին, Հայաստանում այդ փորձը ադապտացվել է ճապոնական պրակտիկայից։ Ճապոնիայում իակամ գրեթե բոլոր համայնքներում, նամանավանդ հեռավոր համայնքներում գոյություն ունեն կամավորական բազաներ հրշեջ, այսինքն մարդիկ ունեն իրենց առօրյան, իրենց հիմնական աշխատանքը, բայց նաև սերտիֆիկացված են կամավոր ծառայություն մատուցելու, երբ որ կա դրա պահանջը։ Մեղրաձորի հենակետում 12 կամավոր հրշեջ փրկարար կա։ Խմբերով հերթապահություն են իրականացնելու։ Նրանք չեն վարձատրվելու, բայց ապահովագրություն կունենան։ Վերապատրաստման դասընթացներ են անցել, ասում են ամբողջությամբ պատրաստ են անհրաժեշտության դեպքում գործի անցնելու։ Հետաքրքրեց, դասընթացներ այս կոմենքում ավելի հետաքրքրություն առաջացավ, ավելի կարևորություն զգացի, որ ավելի կարևոր է, ավելի հետաքրքիր է։ Պատրաստ ենք էլի ամեն ինչին, հրդեհի մարմաննել, մարդկանց փրկելունել, ամեն ինչը որ մեզանից կախված է։ Կամավորական հրշեջ փրկարարներին դասընթացների արդյունքում նաև որակավորում շնորհվեց։ Աննա Զախարյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։